զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան ազգային ժողովի հերթական ընտրություններ եւ ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամ արտահայտմամբ քվեարկեցին, եւ ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է եւ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը։ Սա նշանակում է, որ ընտրություններ 2026-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին քվեարկեց 16-ին։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ։ Հարգելի գործընկերներ, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության իմ գործընկերներին, նախընտրական շտաբին, մեր բոլոր նախընտրական շտաբներին, մեր բոլոր վստահված անձանց, աջակիցներին, համակիրներին, ովքեր այս ընթացքում հավատացել են եւ աջակցել են մեզ, նույնիսկ նրանց, ովքեր ոչ թե նույնիսկ նրանց, ավելի շատ նրանց, ովքեր թերահավատ են եղել եւ աջակցել են մեզ, սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է Հայաստանի Հանրապետության հարատևությունը, զարգացումը եւ իհարկե մենք ունենալու ենք տևական եւ ինստիտուցիոնալ խաղաղություն։ Խնդրեմ ձեր հարցերը։